Պարոն Ղալոյան, ինչ իրավիճակ է, հա, Տավուշի մարզում, հաշվի առնելով, որ վերջին շրջանում կրակոցներ կան Սյունիքում, Գեղարքունիքում, չնայած ասում են ոչ թիրախային է անկանում, Տավուշում նման դեպքեր արձանագրվել են հակառակորդի կողմից հրադադարի խախտման։ Տավուշում նման դեպքեր եղել են մոտ 1 ամիս առաջ, հիմնականում Բերդի տարածաշրջանում, անկանոն կրակոցներ են եղել, ոչ ուղղորդված որևէ կետի վրա, հիմա հանգիստ վիճակ է, ավելացնելու բան չունեմ։ Իսկ սահմանազատման գործընթացից ինչ նորություններ կա։ Սահմանազատման գործընթացից իմ ունեցած տեղեկատվությամբ որևէ պրոցես չկա այս պահին եւ գտնում եմ, որ ճիշտը հարց ուղղելը սահմանազատման գործընթացը պատճառով ընթացք չի ստանում, որովհետև կանոնակարգ էր հաստատվել, որ պետք է Տավուշից Ոչ, դա ինձ վերաբերող հարց չի, ուղղեցեք հարցը սահմանազատման սահմանագծման հանձնաժողովին։ Այն կետը, որը որ ֆիքսվել է, որտեղից որ պետք է սկսեն Տավուշի մարզում է, որևէ աշխատանք, ոչ մի բան։ Ոչ մի աշխատանք իմ տեղեկատվությամբ չի իրականացվել։ Իսկ իրանցի պատին չճաքեց։ Գիտեք, այնտեղ հիմնականում գիտեք այդ process-ները իրականացվել են կարճ ժամանակահատվածում, որը պարզել իր հետևանքներ ունենալու էր եւ դա չեմ գտնում, որ շատ մեծ աղետ է վերականգնվող։ Դե չէ, դե որովհետեւ որպես բան էին, հա, ներկայացնում ձեռքբերում, հա, իրանցի պատը, որ ըստ էության Հայաստանի ու Ադրբեջանի բաժանումն էր ու խորհրդանշական էր, այդ խորհրդանշական պատը։ Իրանցի պատը Ժողովուրդ ջան 130 մետր, եթե ես չեմ սխալվում, 130 մետր պատ ավելի շատ ժողովրդի պահանջով է եղել եւ ինքը ավելի շատ հոգեբանական խնդիր է լուծել։ Մենք գիտենք այնտեղ խնդիր չկա, աշխատանքները իրականացվել են կարճ ժամանակահատվածում, այնտեղ հիմնականում լիցք հարված մեծ ծավալի հողային աշխատանք է իրականացվել, այդ պատճառով այսօր ունենք դա, որը որ իմ լուծվող հարց է։ Այսինքն փուլ չի գա։ Միանշանակ։ Բարողացին բնակիչների այն մտահոգությունները կապված սահմանազատման սահմանագծման աշխատանքների, որ առաջին Համենայն դեպս դուք ինքներդ դրականատեսն եք, որ որևէ process չկա 2024 թվականին սկսված սահմանազատման process-ի սկզբից իհարկե կար որոշակի անհանգստություն, որը նաև ուղղորդված էր մեր որոշակի քաղաքական շրջանակների կողմից, բայց այս պահին որևէ անհանգստություն չկա, ես շաբաթ օրն եմ եղել անձամբ Կիրանցում, ես հաճախ այցելում եմ, ժողովրդի մոտ անհանգստություն չկա։ Ժողովուրդ ջան, խնդրում եմ հերթով հարցերով։ Իշխանությունները գիտելիքին կարող բնականաբար չանդրադառնան եկեղեցի իշխանություն հարաբերություններին Նիկոլ Փաշինյանը մտադիր է, այսպես ասած, հեռացնել կաթողիկոսին, ինչպես ինքն է ասում, ազատել Բեհարանը ու այդ նպատակով հոգևոր խորհուրդ է ձևավորել, այդ ձեր տեսակետով։ Ինձ թվում է հենց ձեր հարցադրումը սխալ է, որովհետև դա եկեղեցու դեմ չի ուղված, կոնկրետ վարչապետի կողմից հնչել է հարցադրում, որին տևական ժամանակ պատասխան չի եղել։ Վեհափարի դեմ է ուղղված։ Վեհափարի դեմ չի ուղղված է այն մարդու դեմ, որը որ խախտել է կուսակրոնության այդ գրածը։ Վեհափարի եկեղեցու դեմ է, ու բառամթերքն իր, ինչպես է եկեղեցու հոգևորականների մասին խոսում։ Ժողովուրդ ջան, այդ եկեղեցու հոգևորականները, որ իրենց թույլ են տալի ամեն ինչում խառնվեն, դա թույլատրելի է, երկրի վարչապետին թույլատրելի չի, դուք ոնց եք կարծում։ Թող այդ եկեղեցականները մտածեն, որ Հայաստանի Հանրապետության ժողովրդի մեծ մասը աղոթում եւ մոմավառում այն եկեղեցիներն, որտեղ սպասավոր չկա։ Թող դրա մասին մտածեն։ Այսինքն ողջունում եք Նիկոլ Փաշինյանի սկսած այս Ուրեմն մեր երկրի վարչապետի քաղաքականությանը ամբողջությամբ կողմ եմ 100%։ Այսինքն դուք կարծում եք, որ ինքը այս ամբողջ Ավել հարցերի չեմ պատասխանում։ Այսինքն երբ որ հիմա գրել է, որ կներեք, հիմա որ ասում է մեյլին ուղարկեք, հանձնախումբ ձևավորվի, կարող է դուք էլ հա համաձայնություն հայտնեք այդ քաստինգին մասնակցել։ Այդ հարցին չեմ պատասխանում։ Խնդրեմ ձեր հարցը։ Ինչու չեք պատասխանում։ Ցանկություն չունեմ։ Պարոն Ղալոյանը, Կիրանցում արդյոք բոլոր բնակիչները փոխհատուցում ստացան, թե ոչ, որովհետև կային բնակիչներ, որոնք չէին ցանկանում ստանալ այդ կառավարության կողմից տրվող գումարները։ Ուրեմն դուք գիտեք, որ այդ փոխհատուցման process-ը կառավարության գաղտնի որոշումով է իրականացվել, հավաստիացնում եմ ձեզ, որ 90% ստացել է իր փոխհատուցումները։ Իսկ այն քիչ տոկոսը ինչով է Քիչ տոկոսի պայմանավորված են նաև որոշակի տեխնիկական խնդիրներ կան, ժառանգության խնդիրներ
խնդիրներ կան այդ process-ի մեջ։ Այսինքն կստանան իրենք։ Դուք կարծում եք, որ ինչպես Նիկոլ Փաշինյանը իրանցի այդ հատվածը Հայաստանի ամենաանվտանգ հատվածն է, այսինքն այնտեղ ապրող քաղաքացիները ամենաանվտանգ իրավիճակում միջավայրում են ապրում։ Միանշանակ։ Այսինքն որտեղ իրախում են մոտեն ադրբեջանցիները դա անվտանգության երաշխիք։ Ժողովուրդ ջան, այսօր դուք տեսաք, ասենք աշխարհի մի ծայրից մի ծայրին խփում են, ասենք այդ տարածությունն է խնդիրը, ես չեմ հասկանում։ Ես չեմ կարծում, որ դուք տենց եք մտածում, ուղղակի հարցա տալիս եք։ Նման բան չկա, ուրեմն ես ձեզ հավաստիացնում եմ, Կիրանց գյուղից ոչ մի մարդ դուրս չի եկել։ Կիրանց գյուղում այսօր 16 միլիոն սահմանամերձ բնակարանության ծրագրով 55 նոր բնակարան է կառուցվում։ Բնակելի տուն։ Միայն Կիրանցում Միայն Կիրանց։ 55 բնակարան։ Այո։ 55 ճիշտ է։ 55։ Աղալումներ եւ կտոնցում ասել։ Ձեր մարզում կան կիսական եկեղեցիներ, որոնք անհնամ են եւ եկեղեցականներ օրինակ չեն գալիս, չեն հետեւում եւ որևէ չեն աջակցում դա վերակառուցել։ Միանշանակ կան, բայց այսօր ԿԳՄՍ-ի կոմիտեականացվող ծրագրերով մենք բազմաթիվ եկեղեցիներ ունենք, որոնք վերականգնվում են։ Ես նկատի ունեմ եկեղեցուց որևէ աջակցություն լինում է դա է։ Այսինքն ինչ առումով աջակցություն։ Եկեղեցականները գալիս են, հետաքրքրվում են, որևէ անգամ մտահոգվել են այդ քանդակը։ Ես ամենայն դեպս վերջի շրջանում առնչություն չունեմ Իսկ Տավուշի եկեղեցիների։ մարզում տեսել եք եկեղեցիներ, որոնք ըստ Նիկոլ Փաշինյանի բնորոշմամբ հիշեցնում են չուլանների, ասենք օրինակ 5 օրշի կրավատ բաներ, այդպես բաներ։ Միանշանակ, եթե եկեղեցի սպասավոր չունի, Որ եկեղեցում տեսել նման դեպքեր։ չեմ ժողովուրդ ջան, ձեր սադրիչ հարցերով ասենք ինչ եք ուզում անել։ Հիմա որ դուք ասում եք Չեմ պատասխանում այդ հարցին։ որտեղ եք Այլ տեսել, հարցեր, այլ հարցեր։ Մարդիկ պիտի համոզվեն ձեր խոսքի վրա։ Վերջացրեցիք։ Չէ, չպատասխանեց։ Ես ասած չեմ պատասխանում այդ հարցին։ Չեք տեսել, թե տեսել եք։ Տեսել ենք։ Բա ասեք, որտեղ եք Այսինքն պարոն տեսել։ Հարությունյան ներողությունը Տեսել եք, չեք ասում։ Կառավարության վերջին նիստում խոսում էր, որ Տավուշի մարզի Իջևան թե Դիլիջան քաղաքում անկապարտեզը, որ սեփականաշնորհվել է նախկին արտգործնախարարի Չի սեփականաշնորհվել, անհատույց տրամադրվել է։ Անհատույց տրամադրվել է, չի սեփականաշնորհվել։ Ինչ նպատակով։ Չեմ կարող ասել ինչ որ բարեգործական ծրագիր ա եղել, որի շրջանակներում տրամադրվել է, որի պատճառով այդ մանկապարտեզի տարածքը ամբողջությամբ մանկագործության համատանել վերջին 15 տարում։ Մեծ տարածք է, հա, ինչ շինություն են։ Ես սխալվում եմ երևի քառակուսին ասեմ, բայց Դիլիջան մեջ թե Իջևանում։ Դիլիջան քաղաքում էր հենց։ Եվ գնեք, որ դուք ասեցիք, այո, տեսել եք, հա, եկեղեցիներում մահճակալ եւ այլն, դա որ եկեղեցում եք տեսել, որ Ամենայն դեպս ես ասացի չեմ պատասխանում այդ հարցին, նույն հարցը դուք կրկնում եք, ասենք իմաստը տրամաբանություն։ Չեք հավատում, մի հավատացեք, դա ձեր իրավունքն է։ Կարող եք օրինակ լրագրողների համար կազմակերպել ուղեկցել Ես իմ ասելիքը այդ մասով ասեցի։ Հա, կարող եք լրագրողներին ուղեկցել, ֆիքսեք դա։ Պարոն Հարությունյան, Ես դες կզանգարեմ ցույց կտամ։